Կոպենհագենի Բելլա Արենա համալիրում 7-րդ անգամ են հավաքվել եվրոպական մայրցամաքի լիդերները։ Արևածաղիկների ֆոնին բոլոր առաջնորդներին տանտիրուհու իրավունքով դիմավորում է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, մասնակցում է մոտ 50 երկրի ներկայացուցիչ։ Օրակարգում մայրցամաքի ապագայի, քաղաքական ու ռազմական մարտահրավերների հաղթահարման ու միջազգային գործակցության առանցքային հարցերն են։ Կարևոր թեմաներից են Եվրոպայի և Ուկրաինայի հզորացումն ու անվտանգության ապահովումն աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակում։ Ակնհայտորեն կա Ուկրաինայի հարցը և այն, թե ինչպես ենք մենք ավելի շատ աջակցություն ցուցաբերում Ուկրաինային, ճնշում գործադրում Ռուսաստանի վրա։ Այսպիսով այսօրվա քննարկումներում գերիշխող երկու հարցերը միգրացիան և Ուկրաինան են։ Հին աշխարհը շարունակում է լուրջ սպառնալիքներ տեսնել արևելքից։ Հետևաբար Եվրոպան իր առանցքային առաքելությունն է համարում Ռուսաստանից պաշտպանվելը։ Դանիայի վարչապետն անդրադարձել է հիբրիդային կիբերսպառնալիքներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին սպառնացող այլ վտանգներին։ Հենց հիմա Եվրոպայի դեմ ոչ միայն հիբրիդային գրոհներ են իրականացվում, այլև հիբրիդային պատերազմ է ընթանում Եվրոպայում։ Եվրոպան վերազինելը նշանակում է եվրոպական հանրությունն ավելի ամուր դարձնել։ Կարծում եմ բոլորն են թերագնահատում Ռուսաստանից եկող սպառնալիքի չափը։ Մենք պետք է Ուկրաինան դիտարկենք որպես պաշտպանության առաջնագիծ, հետևաբար պաշտպանելով Ուկրաինան, պաշտպանում ենք մեզ, Եվրոպայի մնացած հատվածը։ Եվրոպական ընտանիքի հավաքի բացումն ազդարարում է տանտիրուհին։ Դանիայի վարչապետի կողքին պատվավոր տեղում Զելենսկին է։ Այսօր մեր գլխավոր գործն է Եվրոպան այնքան հզոր դարձնել, որ մեր դեմ պատերազմն անհավանական թվա։ Եվրոպայի դեմ դրոնային հարձակման դեպքերն ակնհայտ ցուցիչ են, որ Ռուսաստանը դեռևս իրեն ամուր ու հզոր է զգում պատերազմն ավելի թեժացնելու համար։ Զելենսկին եվրոպացիներին կրկին կոչ է արել համախմբվել ու միասնաբար գործել ընդդեմ Ռուսաստանի։ Օրակարգում էին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, դրոնային պատի ստեղծումը, Եվրամիությունում սառեցված ռուսական ակտիվների փոխանցումն Ուկրաինային։ Եվրոպական քաղաքական համայնքն իր գոյության 3 տարիների ընթացքում որևէ շոշափելի արդյունք չի ունեցել, պնդում են մասնակիցները։ Հանդիպումը համեմատելով արագ ժամադրությունների ձևաչափի հետ։ Պոլիտիկո պարբերականն էլ նշում է, ակնկալիքները Կոպենհագենից չափազանց ցածր են։ Լիդերները պարզապես կրկնել են արդեն քննարկված թեմաները։ Անգամ Ռուսաստանի հարցում համայնքի ներսում միասնություն չկա։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այսպես է արձագանքել Ռուսաստանից նավթ գնելու մեղադրանքին։ Ես չեմ կարող փոխել աշխարհագրությունը։ Հունգարիան ցամաքով շրջապատված երկիր է, ուստի մենք ունենք միայն խողովակաշարեր։ Մենք ստիպված ենք նավթը գնել ռուսներից։ Ռուսական կողմն էլ է արձագանքել Կոպենհագենյան հանդիպմանը։ Կրեմլը հայտարարել է, որ ռուսական ակտիվները սառեցնելու շուրջ Եվրամիության քննարկումները հիշեցնում են ավազակախմբի վարքագիծ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։